ավազ, պոլիէթիլեն, սրանք այն բաղադրամասերն են, որից կարելի է ստանալ շինանյութ։ Կապանում պլաստիկ թափոնների վերամշակման արտադրամասը փորձնական արտադրանքն է տվել։ Փողոցների եզրաքարեր ու սալիկներ, կղմին դռներ, ցանկապատ կանաչ տարածքները սահմանազատելու համար սրանք առաջին արտադրանքի մի քանի տեսակներն են։ Առաջին հերթին թեթև է, ցելուսնա հիմնականում չի ջարդվում, շատ ամուր է, երկարակյաց է, մոտ 50-ից 60 տարի ամենաքիչը նա երկարակյաց է, աշխատում է պլյուս 50, մինուս 50 ջերմաստիճաններում ինքը կարող է աշխատել։ Ռուսական արտադրության հոսքագիծը Կապանում ապամոնտաժել աշխատակիցներին վերապատրաստել է Ալեքսանդր Ռոմանենկոն։ Մարտի 2-ից այստեղ է։ Արտադրությունը հիմնականում հագեցած է արդիական սարքավորումներով, բայց նաև ձեռքի որոշակի աշխատանք է պահանջվում։ Надо соблюдать технологию, в общем так вот. На черепицу одна технология, на плитке другая технология. Вот, если больше полиэтилена положишь, она будет гибкая, вздуваться сильно. Вот, это на черепицу больше пленки. Ավազի ու պոլիէթիլենի ջերմային մշակում անցած խառն զանգվածը կախված արտադրանքի տեսակից վերջնական ձև ու կերպարանք է առնում այս մամլիչի միջոցով։ Սամվել Հակոբյանն է այն աշխատեցնում։ Գլխավոր նախապայմանը անվտանգության կանոններին հետևելն է, ասում է։ Ինձ համար սա աշխատատեղը, աշխատանք չունեի, ծրագրի շրջանակում օգնեց ինձ սովորեմ, օգտագործում ես տեխնիկան, քաղաքին էլ օգտվում ես։ Կենցաղում օգտագործվող պլաստիկ տարաները, պոլիէթիլենային տոպրակները կրկնակի օգտագործման ենթակա չեն, որպես աղբ թափոնները հենց այս արտադրամասում երկրորդ կյանք կստանան։ Համայնքում կբարելավվեն շրջակա միջավայրի պահպանությունը, սանիտարական վիճակը, կնվազի շրջապատում պլաստիկ աղբի քանակը եւ ոչ միայն։ Որ ստեղծվեն նոր աշխատատեղեր, ունենանք ցածր ինքնարժեքով արտադրանք։ Երրորդը, որը ինչպես նաև կարևոր հանգամանք է, որ սրանով նաև մենք լուծում ենք աղբի վերամշակման խնդիրը։ Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերի սոցիալ-տնտեսական համաչափ զարգացումը ծրագրի նպատակն է։ Խթանելով պլաստիկի տարանջատումը համայնքներում կձևավորվի նոր բնապահպանական գիտակցություն, ակնկալվում է, որ կփոխվի մարդկանց վերաբերմունքը։ 9 համայնքներ են ներգրաված այս ծրագրում։ Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից, որի մասնաբաժինը ընդհանուր ծրագրային բյուջեում կազմում է 68%։ 17%-ը կազմում է կառավարության ներդրումը եւ Կապանի համայնքապետարանի եւ մյուս 3 գործընկերների մասնաբաժինը կազմում է 15% սեփական ներդրումները։ Մյուս 3 գործընկերներն Ուրբան կայուն զարգացման հիմնադրամը, Հայ կոնսալտ խորհրդատվական կազմակերպությունը եւ Մրցունակ հասարակություն կազմակերպությունը։ Եվրոպական միության եւ նրա գործընկերների հերթական նախաձեռնությունը միտված է մարզերի զարգացման ու կանաչ տնտեսության ստեղծմանը։ Նորաստեղծ արտադրամասին հումք կմատակարարեն Վայոց ձորի եւ Սյունիքի 9 համայնքներում ստեղծված պլաստիկ թափոնների տարանջատման կետերը։ Արտադրամասի պաշտոնական բացումը կկայանա մայիսին, առաջիկայում նախատեսվում է սեփական արտադրության շինանյութից բարեկարգել մայթերն ու փողոցները։